Կանգ առ ևս մեկ անգամ և թույլ տուր լռությանը գրկել քեզ։ Սա ես եմ, Հիսուս Քրիստոսը, որ խոսում եմ քո սրտի հետ մեղմ ու հանդարտ։ Դու անցել ես շատ բաների միջով, որոնց մասին ոչ բոլորը գիտեն։ Եղել են օրեր, երբ դու ժպտում էիր մարդկանց, բայց ներսումդ պայքար էր։ Եղել են պահեր, երբ դու քեզ արտաքուստ ուժեղ էիր զգում, բայց ներքուստ փխրուն։ Եվ այս ամբողջ ընթացքում ես կողքիդ եմ եղել ոչ թե որպես դիտորդ, այլ որպես մեկը, ով պահում է քեզ։ Նույնիսկ երբ դու դա չես նկատում։ Դու քեզ հարց ես տալիս. արդյոք ճիշտ եմ գնում։ Կասկածում ես որոշումներիդ մեջ, անհանգստանում ես, թե միգուցե բաց ես թողել ինչ-որ կարևոր բան։ Բայց ես տեսնում եմ ավելի լայն, քան դու։ Նույնիսկ եթե քայլդ փոքր է թվում, այն մեծ ճանապարհի մի մասն է։ Մի կարծիր, թե ջանքերդ իզուր են։ Մի կարծիր, թե քո աղոթքները մոռացված են։ Մի կարծիր, թե քո արցունքներն աննկատ են մնացել։ Ամեն բարի արարք նշանակություն ունի։ Ամեն համբերություն պտուղ է տալիս։ Ամեն վստահություն ամրացնում է քո սիրտը։ Երբեմն ես թույլ եմ տալիս քեզ անցնել անորոշության միջով, որովհետև հենց այնտեղ է ծնվում իսկական հավատը։ Երբ դու չես տեսնում ամբողջ ծրագիրը, բայց շարունակում ես վստահել, քո հոգին դառնում է ավելի ուժեղ։ Դու պարտավոր չես հասկանալ ամեն ինչ հիմա։ Քեզնից պահանջվում է միայն անել հաջորդ քայլը, իսկ հաջորդ քայլը ես կլուսավորեմ։ Երբ տագնապը բարձրանում է, հիշիր, որ ես եմ քո խաղաղությունը։ Երբ վախը շշնջում է, հիշիր, որ ես եմ քո պաշտպանությունը։ Երբ հոգնածությունը ճնշում է, հիշիր, որ ես եմ քո ուժը։ Դու կարող ես չզգալ ակնթարթային փոփոխություններ, բայց քո ներսում արդեն տեղի է ունենում նորոգում։ Ես բժշկում եմ այն վերքերը, որոնց մասին դու վաղուց լռում էիր։ Ես ամրացնում եմ քո այն մասերը, որոնք թույլ էին թվում։ Դու պատահական չես հայտնվել այնտեղ, որտեղ հիմա ես։ Նույնիսկ եթե հանգամանքները թվում են բարդ, դրանք ուժեղ չեն քո հանդեպ իմ մտադրությունից։ Առջևում լինելու են օրեր, երբ դու թեթևություն կզգաս։ Օրեր, երբ ժպիտը կլինի բնական, այլ ոչ թե ջանքերի արդյունք։ Օրեր, երբ դու կհասկանաս, որ ամեն ինչ նախապատրաստության մի մասն էր։ Ես քեզ առաջնորդում եմ դեպի կայունություն, այլ ոչ թե քաոս, դեպի խաղաղություն, այլ ոչ թե մշտական տագնապ, դեպի խորը ուրախություն, այլ ոչ թե անցողիկ երջանկություն։ Մի շտապիր քեզ համեմատել ուրիշների հետ։ Քո ուղին եզակի է, քո ժամանակն անհատական է, քո օրհնությունները նախատեսված են հենց քեզ համար։ Եթե ընկել ես, վեր կաց։ Եթե մոլորվել ես, դիմիր ինձ։ Եթե հոգնել ես, հանգստացիր իմ մեջ։ Դու մենակ չես քո պայքարում։ Ես զորացնում եմ քեզ ամեն օր, նույնիսկ երբ դու դա չես նկատում։ Եվ հիշիր, դու սիրված ես ոչ թե նրա համար ինչ անում ես, այլ նրա համար թե ով ես դու։ Դու արժեքավոր ես ոչ թե ձեռքբերումներիդ պատճառով, այլ որովհետև ստեղծված ես նպատակով։ Թող քո սիրտն այսօր բաց թողնի ավելորդ բեռը։ Թող մտքերը խաղաղվեն։ Թող հավատը դառնա ավելի խորը։ Ես քեզ հետ եմ ամեն շնչում։ Ես քեզ հետ եմ ամեն որոշման մեջ։ Ես քեզ հետ եմ ամեն նոր սկզբում։ Եվ քո առջև ավելի շատ լույս կա, քան դու հիմա տեսնում ես։ Եվ ես շարունակում եմ խոսել քեզ հետ։ Սա ես եմ, Հիսուս Քրիստոսը։ Մի շրջվիր այս խոսքերից։ Դրանք քեզ համար են հենց հիմա։ Դու երբեմն զգում ես, որ կանգնած ես տեղում։ Կարծես ամեն ինչ շուրջդ շարժվում է ավելի արագ, հասնում են ավելիին, ապրում են ավելի վառ։ Բայց քո ուղին չի չափվում ուրիշի արագությամբ։ Ես քեզ առաջնորդում եմ ոչ թե դեպի համեմատություն, այլ դեպի կոչում։ Կան գործընթացներ, որոնք չի կարելի արագացնել։ Կա աճ, որը ժամանակ է պահանջում։ Ես քո մեջ ձևավորում եմ դիմացկունություն, որպեսզի օրհնությունները չկործանեն քեզ, այլ ամրացնեն։ Ես հիմքն ավելի խորն եմ կառուցում, քան դու կարող ես տեսնել։ Դու վախենում ես սխալվելուց, վախենում ես անհաջող քայլ անելուց, բայց գիտիր, ես կարող եմ նույնիսկ քո սխալներն ուղղել դեպի բարին։ Եթե քո սիրտը փնտրում է ինձ, դու վերջնականապես չես կորչի։ Երբեմն ես թույլ եմ տալիս ուշացումներ, որպեսզի պաշտպանեմ քեզ։ Երբեմն ես փոխում եմ ուղղությունը, որպեսզի պահպանեմ։ Երբեմն ես թույլ եմ տալիս լռությանը խոսել բառերից ավելի բարձր։ Դու անցել ես մենակության շրջանների միջով, բայց հենց դրանցում դու սովորեցիր լսել ավելի խորը։ Դու դարձար ավելի ուշադիր քո սրտի հանդեպ։ Դու դարձար ավելի ազնիվ ինքդ քեզ հետ, եւ դա արժեքավոր է։ Մի կարծիր, թե քո թուլությունները վանում են ինձ։ Ընդհակառակը, հենց այնտեղ ես դրսևորում եմ իմ ուժը։ Այնտեղ, որտեղ դու ընդունում ես քո սահմանափակ լինելը, ես բերում եմ լիություն։ Դու հարցնում ես քեզ, երբ ամեն ինչ կհեշտանա։
Կհեշտանա այն ժամանակ, երբ դու դադարես կրել այն, ինչը քոնը չէ։ Դու պարտավոր չես լուծել ամեն ինչ միանգամից։ Դու պարտավոր չես լինել ամեն ինչ բոլորի համար։ Բաց թող այն, ինչը չես կարող վերահսկել։ Բաց թող սպասելիքները, որոնք քեզ ճնշում են։ Բաց թող վախերը, որոնք ինձնից չեն։ Ես ուզում եմ, որ դու ապրես ավելի ազատ, ավելի հանգիստ, ավելի խորը։ Շուտով դու կտեսնես, թե ինչպես են որոշ բաներ անսպասելիորեն դասավորվում։ Զրույցներ, որոնք հստակություն կբերեն, հնարավորություններ, որոնք կհայտնվեն ճիշտ ժամանակին, որոշումներ, որոնք կդառնան ակնհայտ։ Դու ավելի մոտ ես բեկմանը, քան կարծում ես։ Մի հանձնվիր վերջին քայլին, փոփոխությունից առաջ։ Մի կորցրու հույսդ լուսաբացից առաջ։ Գիշերը միշտ ավելի մոտ է լույսից առաջ, բայց լույսն անխուսափելիորեն գալիս է։ Ես ամրացնում եմ քո սիրտը, ես նորոգում եմ քո միտքը, ես պաշտպանում եմ քո ուղին։ Դու մենակ չես քո սպասման մեջ, ես սպասում եմ քեզ հետ միասին, ես աշխատում եմ քեզ հետ միասին, ես առաջնորդում եմ քեզ։ Եթե այսօր դու հոգնածություն ես զգում, դա վերջը չէ, դա դադար է։ Դադար շնչելու համար, դադար վերականգնվելու համար, դադար նոր փուլից առաջ։ Դու կդառնաս ավելի վստահ, դու կդառնաս ավելի հանգիստ, դու կդառնաս ավելի ազատ այն ամենից, ինչը նախկինում կաշկանդում էր քեզ։ Շարունակիր գնալ փոքր քայլերով, շարունակիր վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ չես տեսնում ամբողջական պատկերը։ Ես քեզ չեմ թողել, ես քեզ չեմ մոռանա, ես քեզնից երես չեմ թեքի, եւ քո առջև ոչ թե պարզապես գոյատևում է, այլ կյանք խորությամբ, իմաստով եւ լույսով։ Բռնիր իմ ձեռքը, նայիր առաջ հավատով եւ գիտիր, ես քեզ տանում եմ դեպի լավագույնը, եւ ես շարունակում եմ խոսել քեզ հետ։ Սա ես եմ, Հիսուս Քրիստոսը։ Նույնիսկ եթե շուրջդ աղմուկ է, նույնիսկ եթե մտքերը հանգիստ չեն տալիս, իմ ձայնը մեղմորեն դիպչում է քո հոգուն։ Դու չես նկատում, թե որքան ես աճել վերջին շրջանում։ Այն, ինչ նախկինում քեզ հունից հանում էր, հիմա այլևս չի կործանում քեզ այնպես, ինչպես առաջ։ Այն, ինչ նախկինում վերջ էր թվում, հիմա դու ընկալում ես որպես մի փուլ։ Սա հենց աճն է, լուռ, խորը, իրական։ Մի արժեզրկիր քո փոխակերպումը։ Ես գիտեմ, որ դու դեռ կրում ես քո մեջ հարցեր, երբեմն նույնիսկ հիասթափություններ, երբեմն հոգնածություն սպասումից, բայց սպասումը դատարկ չէ։ Այն լցվում է իմաստով, երբ դու վստահում ես ինձ։ Դու վախենում ես նորից հուսալ, որպեսզի չհիասթափվես, բայց առանց հույսի սիրտը սկսում է սեղմվել։ Ես չեմ ուզում, որ դու ապրես ցավից պաշտպանվելով։ Ես ուզում եմ, որ դու ապրես իմ սիրո վստահության մեջ։ Եթե դու վիրավորված ես եղել, ես բժշկում եմ։ Եթե դու կասկածել ես, ես ամրացնում եմ։ Եթե դու սայթաքել ես, ես բարձրացնում եմ։ Դու չպետք է լինես անթերի, որպեսզի առաջ գնաս, բավական է լինել անկեղծ։ Երբեմն ես թույլ եմ տալիս քեզ անցնել կրակի միջով, բայց ոչ կործանման, այլ մաքրման համար։ Դու դառնում ես ավելի ամուր, ավելի խորը, ավելի իմաստուն։ Քո հավատը դադարում է մակերեսային լինելուց, այն դառնում է կայուն։ Դու կարծում ես, թե որոշ դռներ փակվել են ընդմիշտ, բայց այնինչ փակ է, տեղ է ազատում նորի համար։ Ես քեզ չեմ զրկում ուրախությունից, ես ուղղորդում եմ քեզ դեպի լավագույնը։ Շուտով կգա կայունության շրջանը, ոչ թե փոթորիկ, այլ հանդարտ քամի, ոչ թե քաոս, այլ հստակություն։ Դու կզգաս ներքին վստահություն, որը նախկինում փնտրում էիր դրսում։ Դու կսովորես չվախենալ լռությունից։ Դու կսովորես գնահատել պարզ օրերը։ Դու կսովորես տեսնել օրհնությունը մանրուքների մեջ։ Ես քեզ չեմ շտապեցնում, որովհետև ես շահագրգռված եմ քո խորը կայացմամբ, այլ ոչ թե ժամանակավոր հաջողությամբ։ Երբ գա քո ժամանակը, դու պատրաստ կլինես պահել այն, ինչ կստանաս։ Եթե հիմա դժվար է, դիմացիր ևս մի փոքր։ Եթե թվում է, թե ուժերը քիչ են, ես կավելացնեմ։ Եթե սիրտդ տագնապում է, դիր այն իմ ձեռքերի մեջ։ Դու երբեք իմ ուշադրությունից դուրս չես եղել։ Նույնիսկ ամենախճճված օրերին ես տեսել եմ քո ամեն քայլը։ Թույլ մի տուր վախին խոսել իմ խոստումներից ավելի բարձր։ Առջևում կլինեն հանդիպումներ, որոնք կոգեշնչեն, որոշումներ, որոնք թեթևություն կբերեն, հնարավորություններ, որոնք կհաստատեն, որ սպասումն իզուր չէր։ Դու ստեղծված ես ոչ թե մշտական պայքարի, այլ լույսի մեջ ապրելու համար, եւ այդ լույսն արդեն սկսում է երևալ։ Շարունակիր գնալ, շարունակիր վստահել, շարունակիր հավատալ, նույնիսկ եթե առայժմ ամեն ինչ պարզ չէ։ Ես քեզ հետ եմ ամեն շնչում, ամեն ընտրության մեջ, ամեն նոր սկզբում, եւ ես քեզ կհասցնեմ այն խաղաղությանը,
որը դու փնտրում ես։